Ողջույն, եթե Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանը կնքեն խաղաղության համաձայնագիր, դա կնշանակի, որ նաեւ կողմերը հետ կքաշեն միջազգային դատական ատյաններում միմյանց դեմ ներկայացված հայցերը, հայտնի է Ադրբեջանին Հայաստանը արդարադատության միջազգային դատարանում մեղադրում է էթնիկ խտրականության հիմքով հայատյաց քաղաքականություն վարելու մեջ, Ադրբեջանը Հայաստանին մեղադրում է էկոլոգիական իրավունքի խախտման եւ այլ հայցերով Հայաստանի իշխանությունը հայցերի հետ քաշումը դիտարկում է նաև Հայաստանի դեմ ներկայացված Ադրբեջանի հայցերը չեզոքացնելու հնարավորություն որպես մինչդեռ ընդդիմախոսներն ասում են, որ ոչ մի պարագայում չի կարելի հայցերից հետ հրաժարվել, նույնիսկ եթե դրանք կարող են ինչ-ինչ հարցերում բերել Հայաստանի դիրքի այսպես կանխարգելման Ադրբեջանի կողմից հետագա ագրեսիաների, քանի որ Հայաստանի հայցերը ավելի հիմնավորված են, քան Ադրբեջանինը։ Որն է հարցի քաղաքական նշանակությունը, ինչի կբերի հայցերից հրաժարումը, արդյոք պետք է հայցերը հետ քաշել որևէ պայմանով, թե ոչ մի պայմանում եւ ոչ մի պարագայում չի կարելի հետ քաշել Factor TV-ում հրավիրված բանավեճին մասնակցում են ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Արա Պապյանը եւ անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ եւ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Սկսենք ձեզնից, պարոն Ղևոնդյան, կա մի պայման, որ դուք կհամարեք դրական, եթե հայցերը հետ քաշվեն, քաղաքական իմաստով, սա իմաստ ունի ընդհանրապես այս հարցը համաձայնագրում նշել։ Մեկ պայման կա, որի դեպքում ես համաձայն կլիների հայցերի հետ քաշմանը եւ այդ պայմանը Բաքվից մեր գեյների վերադարձն է, բոլոր գեյների վերադարձն է։ Իհարկե դա նախապայման չէ, Հայաստանը նման նախապայման առաջ չի քաշել, բայց հուսանք, որ գոնե կոլեկցիային խոսակցություններ կան դրա վերաբերյալ։ Հակառակ դեպքում ես կհամաձայնեմ այն փորձագետների հետ, ովքեր գտնում են, որ հայցերը հետ քաշել չի կարելի։ Ի վերջո միևնույն է, թե ես, թե փորձագետները ինչ են կարծում, հարցն այն է, որ խաղաղության համաձայնագրով այս հարցը արդեն համաձայնեցվել է, ինչը նշանակում է, որ փաստ է, որ երբ որ Ադրբեջանը գնա ստորագրման, դրանից հետո հայցերը հետ են քաշվելու։ Սա ունի երկու, ուրեմն, դրսևորում։ Առաջինը այն է, որ Հայաստանը որոշակի մտավախություններ ունի, թեև իրավաբանները ասում են, որ հիմնավորված է, որ մեր հայցերը ավելի լավն են, մեր հայցերը ավելի ուժեղ են եւ բավարարման հավանականությունը մեծ է, բայց դատական գործընթացը անորոշ է եւ երբեւե չի կարելի նախընթաց ասել, թե իրական դատան ինչ որոշում կայացնի։ Այսինքն կարող է նաեւ հսկայական ռազմատուգանքներ դրվել Հայաստանի վրա։ Միայն ռազմատուգանքների մասին չէ խոսքը, խոսքը նաեւ այլ ոլորտներում, այլ գործընթացներում Հայաստանի ռեսուրսների մաշեցման մասին է, օրինակ այդ դատավարությունները կարող են տևել տարիներ, նույնիսկ տասնամյակներ, այդպիսի դեպքեր են լինում եւ այդ ընթացքում Հայաստանը կարող է բավական մեծ ռեսուրսներ ծախսել դրանց վրա եւ այլն եւ այլն։ Իհարկե Հայաստանն էլ իր դրական կողմերն ունի եւ դրանցով է գնալու այդ հայցերին, եթե հայցերը շարունակվեն հետ չքաշվեն։ Մյուս կողմից պետք է նշել, որ հայցերի հետ քաշումը գոնե մինչեւ այդ փաստաթուղթը ստորագրելու համաձայնագիրը ստորագրելու պահը տեղի ունեցած գործընթացները փակելուն զուգահեռ հնարավորություն է տալիս հետագայում նոր հայցերով, ոչ նախկինում կատարված գործընթացների հետ կապված նոր հայցերով դիմել դատարան, իսկ որ հնարավորություն նկատի ունեք դա, հա։ Չի փակում ապագայում տեղի ունեցած գործընթացների վերաբերյալ հնարավորությունը, իսկ որ հնարավորություններ լինելու են, ես կարծում եմ, սա նույնիսկ վիճելու առարկա չէ, միջազգային հարաբերությունները այնպիսի վիճակում են, որ անընդհատ խնդիրներ կան եւ միջազգային իրավունքում կարելի է փորձել այդ խնդիրները բարձրաձայնել եւ այդ խնդիրների վերաբերյալ գործողություններ ձեռնարկել։ Մյուս կողմից մի խնդիր էլ կա, որին շատ քիչ են անդրադառնում, դա Ադրբեջանի կեցվածքն է միջազգային իրավունքի նկատմամբ։ Մենք տեսանք, որ վերջին ժամանակներում եղան միջազգային դատարանների որոշումներ, որոնք Ադրբեջանը մեղմ ասած ընդհանրապես չդիտարկեց նույնիսկ, չխոսելով բավարարման մասին, եւ ով է ասել, որ եթե հայցերը շարունակվեն, եթե գործընթացները շարունակվեն եւ Հայաստանը հաղթանակների հասնի, ապա երաշխավորված է, որ Ադրբեջանը այդ հաղթանակների արդյունքում տուժելու է, կատարելու է դատարանների որոշումները, դա երաշխավորված չէ։ Եվ այս ամբողջ տրամաբանության մեջ կարծում եմ, որ եթե մենք այս պահին ունենք հստակ ստանալու բան եւ այդ հստակ ստանալու բանը, ինչպես ասացի, գերիների վերադարձն է, ապա հրաժարվել դրանից եւ գնալ այդ անորոշ հնարավորության հետևից կարծում եմ չարժե։ Շնորհակալ եմ, պարոն Պապյան, տեսեք, պարոն Ղևոնդյանը նաև քաղաքական ռիսկերի կառավարման տեսանկյունից է
ճիշտ համարում այդ հայցերի հետ քաշում, այսինքն այդ հավանական Հայաստանի դեմ այսպես որոշումների կայացում, ինչպես նաև կասկածի տակ է դնում այն, որ Ադրբեջանը ոչ այսպես միջազգային իրավունքի ոչ արժանահավատ սուբյեկտ է, կարող է չկատարել ընդհանրապես այդ հայցերը, մենք ռեսուրսներ ծախսենք, այսինքն մտնենք անիմաստ գործի մեջ, եւ ես կշարունակեմ պարոն Ղևոնդյանի միտքը, եթե հնարավոր է այսօր ստանալ խաղաղության համաձայնագիր, ինչու հետ չքաշել այս ռիսկերը օրինակ հետ չեղած չեզոքացնելու նպատակով եւ գերիների վերադարձը։ Մենք նախ ճիշտ ձևակերպումը չգիտենք հայցերի վերաբերյալ ինչա, որովհետև փաստաթուղթը ոչ մեկը չի տեսել, այնտեղ ինչպես է ձևակերպված, այսինքն միջազգային դատարաններ, միջազգային կառույցներ եւ այլն, սա շատ նուրբ հարց է, որովհետեւ օրինակի համար խոսքը գնում է միայն միջպետական հայցերի մասին, ես ինչքան հասկացա, բայց Ադրբեջանը վարպետորեն կարողանա օգտագործել իր քաղաքացիների միջոցով զանազան հայցեր, հետեւաբար ռեսուրսները շատ ավելի կմաշենք։ Մասնավորապես եկեք օրինակով դիտարկենք Ալիևը ստեղծել է Արևմտյան Ադրբեջանի համայն կազմակերպությունը, հասարակական կազմակերպություն, պետականորեն աջակցում ամեն ինչով եւ նրանց միջոցով Հայաստանի նկատմամբ ներկայացնում տարբեր պահանջներ։ Միջպետական հայց է, ոչ իհարկե ասում է։ Եվ ինքը մեզ առաջարկում է արդեն, դա արդեն Ալիևն է հնչել, բանակցեք այդ գնացեք համայնքի հետ։ Կարող է հայցը, կարող է Չիրագովն ընդդեմ Հայաստանի Հանրապետության Եվրոդատարանի որոշում կա։ Անհատ մարդը դիմել է, որոշումը ստացել է։ Հետևաբար սա Հայաստանի ձեռք չի պահում այդ միջազգային դատարաններն ու կառույցների մեջ լինել։ Մյուսը, եթե խոսում են միջազգային դատարանի մասին, ինչ որ կոչվում է International Court of Justice կոչեցալ, ՄԱԿ-ի դատարանը։ Այո, բայց բացի դրանից օրինակ մեր դեմ երկու հայտ կա ներկայացված Permanent Court of Arbitration, իրավարարության միջազգային կամ մշտական դատարանում։ Հիմա սրա հարցը ոնց ալնում, արդյոք սա գցելու են դրա այդ ցուցակի մեջ թե ոչ։ Ես այսպես առաջին հերթին ինձ համեստ կարևոր Ադրբեջանը չունի ցանկություն գնալու խաղաղության, չունի ցանկություն հրաժարվել այցերից։ Ինքը խորամանկության է դիմում։ Իսկ քաղաքական ռիսկերը չեն ապահովագրվում սրանցով։ Չէ, չեն ապահովագրում, որովհետև եթե գերիների մասն է խոսքը, համաձայն է որ Ադրբեջանը չի հարկում եւ միջազգային, ասենք, դատարանի որոշումներ, բայց այստեղ մեր մեղն էլ կա, որովհետեւ մենք դրանից հետո պիտի դիմեինք անվտանգության խորհուրդ չեն կարել, բայց իսկ արդյոք Ադրբեջանը հարգում է նույն նոյեմբեր 9-ի փաստաթուղթը, որ ստորագրել է, որով հենց պիտի գերիները եւ պատանդվերցված անձինք վերադարձվեն։ Չէ, հետեւաբար հենց սրանց էլ ելնելով իմաստ չունի։ Դա իրավունքի մեջ հետեւյալն է, դու եթե մի հայցից հրաժարվում ես, նույն հարցով չես կարող հայց ներկայացնել։ Այսինքն պիտի նորահայտ փաստեր կան, էապես արմատապես իրավիճակ փոխվի։ Ալիևը կարող է շատ վարպետորեն համաձայնի սրան, անգամ հետ քաշի, հետո ինքը դիմի ասածս մասնավոր անձանց ու կառույցների միջոցով, անգամ պետականորեն այլ կառույցների եւ մեզ զրկի մեր ավելի հիմնավոր, որտեղ չեն կարող նախկին հայցերը դիմենք, այդ հիմնավոր հնարավորությունից ստիպված պիտի սկսենք շրջանցել։ Ես վստահ եմ Ալիևը շարունակելու անկախ ինչ նախ ասեմ խաղաղության պայմանագիր, եկեք շփոթենք խաղաղության հետ։ Սրանք երկու տարբեր բաներ են։ Կարելի է ստորագրել պայմանագիր, պատերազմ ունենալ։ Մյուսը նա, եթե անգամ հրաժարվեն, էլի չի նշանակում սա կարա տևական լինի կամ հավերժական էլի կա։ Առաջին հերթին վարկագծի փոփոխություն տին Ադրբեջանի կողմից, որը ես չեմ տեսնում։ Շատ լավ, պարոն Ղևոնդյանը ասում է, որ կարող է ընդհանրապես չկատարել այդ որոշումները, եթե նույնիսկ Հայաստանի Հանրապետությունը հաղթի այդ դատական ատյաններում, իսկ համաձայնագրի կնքումով այսօր մենք կարող ենք կոնկրետ բան ստանալ, դա հետ չեղած թուղթն է, որով Ադրբեջանին կարող է չկատարել, որն էլ հաջողությամբ կարող է չկատարել։ Փաստորեն համաձայն եմ, որ կարող է չկատարել, դրա համար ես հավելյալ պայման եմ ավելացնում, եթե գերիների վերադարձը տեղի կունենա ոչ փաստաթղթով, կողմենք ուրեսային համաձայնությամբ։ Գերիների հարցը ցավոտ հարց է, հասկանալի հարց է, բայց եթե նայենք պետական մակարդակով, դրանով Հայաստանի անվտանգության հարցը չի լուծվում։ Իհարկե չի։ Հա, լավ կլինի, որ այդ մարդիկ ոնց որ չտարապեն կան, բայց կարևորագույն հարցը մեր երկրի անվտանգության հարցն է։ Պարոն Պապյանն ասում է քիչ է գերիների։ Այստեղ խնդիրն այն է, որ հայցերը առաջ տանելով էլ Հայաստանի հարցը չի լուծում, հենց այս սա է խնդիրը։ Նույնիսկ եթե Հայաստանը հաղթի դա
դատարաններում, շատ հնարավոր է այդ անվտանգության հարցը նորից չլուծվի, Իհարկե։ ինչպես չլուծվեց Արցախի հարցում։ Ոչ թե հնարավոր չի լուծվելու։ Այստեղ ես փորձում եմ ուղղակի կշռել, տեսեք, այս դեպքում գոնե գերիներին հետ կստանանք, այն դեպքում հնարավոր է ոչինչ էլ չստանանք։ Դուք ինքներդ ասացիք, որ գերիների հարցը չի քննարկվել չի քննարկվել։ Այլ ինչ են ենթադրում, որ կստանան։ Հիմնվելով ուրեմն Միացյալ Նահանգների անվտանգության քարտուղարի Վոլցի զրույցի վրա Հիկմետ Հաջիևի հետ, որտեղ նա գերիների հարցը փաստացի կապեց գործընթացի հետ։ Իհարկե դա ընդհանրապես ենթադրություն է, այնտեղ փաստեր չկան, բայց երկու նկատառում ոչ բավարար է համարում գերիների վերադարձը, եթե նույնիսկ վերադարձնեն գերիներին, ասած պարոն Պապյանը Հայաստանի անվտանգության հարցը չի ապահովում։ Իսկ եթե մենք հայցեր ունենանք, մահակ կլինի Ադրբեջանի գլխին, ճիշտ եմ ասում։ Երկու նկատառում պարոն Պապյանի ասացի, նախ ինչպես ես եմ պատկերացնում կամ գոնե Հայաստանի իշխանությունները բացատրել են, խոսքը գնում է բոլոր հայցերից հրաժարման մասին, պետական հայցերից, պետության կողմից տրված հայցերից հրաժարման մասին, ինչը ենթադրում է նաև արբիտրաժում մեր դեմ հայցերից հրաժարում եւ Այս Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում չի վերաբերում դա, որտեղ անձիկ էլ կարող են դիմել։ Չէ, անձիկ կարող են դիմել, բայց տեսեք, անձանց դեպքում Հայաստանից էլ անձիկ կարող են դիմել եւ այդ գործընթացը կարող է լինել շարունակական, այսինքն այդ մակարդակում գործընթացը գնալու է։ Բացի այդ, ես մի կարևոր բան հիշեցնեմ, վստահ եմ պարոն Պապյանը տեղյակ է, որ սկզբնական շրջանում քննարկումների սկզբնական շրջանում խոսակցությունը գնում էր նրա մասին, որ Ադրբեջանի եւ Հայաստանի իշխանությունները, այսինքն Ադրբեջանն էր ցանկանում ապահովեն բոլոր հայցերի հետ կանչում, ոչ միայն պետական հայցերի եւ ակնհայտ է, որ Հայաստանի իշխանությունները չէին կարող դա ապահովել, ուղղակի Հայաստանի իշխանությունները դրա հնարավորություն չունեն, Ադրբեջանի իշխանությունները իմ տպավորությամբ չէին հասկանում, թե ինչպես կարող է երկիրը չկարողանալ իր մասնավոր հայցերը հետ բերել կամ չէին ցանկանում հասկանալ, բայց ի վերջո իրենց միգուցե բացատրեցին եւ համաձայնությունը եղավ պետական հայցերի մասով, այսինքն այստեղ կարելի ասել, որ մեր մեղքով է, որ այդ անհատական հայցերը ներգրավված չեն գործընթացում, թեև ես նորից նշեմ, որ ես այդտեղ խնդիր չեմ տեսնում, անհատական մակարդակով Հայաստանը շատ ավելի շատ կարող են մեր փոխարեն ինչու է գնում որոշում, որ մենք հայցեր չներկայացնենք, չէ՞, կարող է։ Արցախցիները կարող են հայցեր ներկայացնել, խոսքը դրա մասին։ Չէ, նկատի ունեմ, եթե Հայաստանի իշխանությունը հենց դրա համար Հայաստանի իշխանությունները հրաժարվեցին այդ կետից բոլոր հայցերը։ Այստեղ ես երբ որ օրինակը բերեցի Արևմտյան Ադրբեջան համայնքի, ասացի, որ պետականորեն աջակցում, այո, մենք էլ կարող ենք, բայց ի՞նչ է իրողությունը, ի՞նչ է լինելու այդպես։ Ադրբեջանը այդ անհատներին օգնելու է, ինքը միլիոնավոր դոլարներ է ծախսելու, վարձելու է լավագույն փաստաբաններին, գրասենյակներ է ստեղծելու եւ դա անելու են։ Մեզ մոտ հակառակն է։ Մենք այդ գործընթացով զբաղվել ենք ժամանակին, մեր իշխանություններն են դա փակել, թույլ չեն տվել, որ զբաղվենք։ Հետևաբար մենք պարտվելու ենք։ Դու չես կարող անհատապես ոչ այդ անհատը ոչ այդ փող ունի, ոչ այդ հնարավորություն ունի, ոչ այլն։ Հիմա տեսեք, վերցնենք հասարակ, ասենք մենք բաներից ենք, դատողություններ անում ենք, թե ինչ նշաններ կա։ Հիմա արդեն Երևանի խանության խանի ժառանգներն են հանդես գալիս եւ այլն։ Այսինքն, այդպես մի բան են սարքելու, մեզ ներքաշել են ամբողջովին։ Ես ժամանակին դեպ առաջարկել եմ, երբ որ այստեղ Մանթաշովի արձանը բացեցին Աբովյանի, որ թորը եկել է, ասում էի, դրա փոխարեն մի հատ ոնց որ լիազորագիր վերցրեք, սկսեք դատավարություն Մանթաշովների ընտանիքի անունից նավթի համար, որովհետև Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը առաջի հանրապետության իրավահաջորդն է, հետևաբար ազգայնացման 21 թվականի օրենքը չի գործում, եւ եկեք գործել։ Իդեպ որ անում է Իսրայելը, Իսրայելում կան գրասենյակ, որտեղ պետություն, իրավաբանական գրասենյակ եւ սեփականատեր իրենք այդ գործերով զբաղվում են, մի քանի տարի առաջ արդեն 4 միլիարդ դոլարի հետ են բերել։ Իդեպ այդ գրասենյակի ղեկավարը Ալեքսանդր Ղամբարյանն է, մեր հայրենակիցի Իսրայելում։ Այսինքն այդ փորձը կա, մենք դա չենք արել, իմ կարծիքով Ադրբեջանը հենց այդ ճանապարհով է գնալու։ Ինքը անհատական հայցերով հեղեղելու է ուղղակի։ Ես համաձայն եմ, որ Ադրբեջանը կարող է գնալ այդ ճանապարհով, բայց մենք երկու երևույթ Հայաստանի իշխանությունների կողմից երկու գործողություն, կարծես թե շփոթում ենք իրար հետ։ Նախ Հայաստանի իշխանությունը կհամաձայնի թե չի համաձայնի հայցերին, որ արդեն համաձայն է, եւ երկրորդը Հայաստանի իշխանությունը կաջակցի թե չի աջակցի անհատական հայցերին։ Ես համաձայն եմ, որ շատ հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունը չաջակցի, բայց այդ դեպքում պետք է քննադատենք ոչ թե համաձայնությունը, այլ չաջակցելը, որովհետեւ դրանք տարբեր ընդհանրորեն տարբեր գործողություններ են։ Չէ, գիտեք, ես նմանա, որ օրինակ գնում ես բժիշկի, որ պիտի վիրահատի, հիմա կարևոր արդյոք ինքը բժիշկը չի կարող վիրահատել, թե չի ուզում, տարբերություն չկա։ Չէ, բացարձակապես կապ չուներ իմաստը դրա հետ, տեսեք, Ադրբեջանի իշխանությունները համաձայնել են հայցերի հետ քաշել, բայց աջակցում են իրենց անհատին։ Դուք եք ասում։ Համաձայնել են, թե չէ։ Դուք եթե ստորագրում են,
այդ տրամաբանության մեջ։ Չէ, Փաստացի, եթե ստորագրում են, համաձայնում են։ 17 կետ կա։ Այո։ Իրականության մեջ մենք ոչ մի կետը չենք կարդացել պաշտոնապես։ Անգամ Սերժ Սարգսյանը, երբ որ Ցուրիքյան արձանագրություն էր ստորագրում, լինելով այսպես ասած ավելի ոչ ժողովրդավար, հրապարակեցին, մենք տեսանք, տառ կարդացինք, հասկացանք ինչ էր, դեմ խոսեցինք։ Հիմա եթե այդքան լավն է, թող հրապարակեն, էլ չեմ ասում, որ ընդհանրապես այս գործընթացը հակաօրինական եւ հակասահմանադրական է, որովհետեւ ինքը միջազգային պայմանագրերի կնքման մասին օրենքի համաձայն մի ամբողջ գործընթաց կա, որ պիտի արվի ստորագրում, նախաստորագրում, ուրիշ բան, որ Ալիևը պատրվակ է գտնելու, որ չստորագրի եւ չանի։ Այդ ուրիշ հարց։ Ուղղակի մենք մեր տեսանկյունից ենք քննարկում նպատակահարմարություն։ Ես ասում եմ, եթե դուք ի սկզբանե գիտեք, որ այդ զիջումը որևէ բան չի տալի, պետք չի անել, որովհետեւ գոնե մենք դրսի համար այդ միջազգային դատարանների համար, որովհետեւ տեսեք, երբ որ դու հրաժարվում ես, պատկերը հետեւյալ տպավորությունն է ստեղծվում, որ դու ոչ հիմնավոր հայցեր ներկայացնել, չգիտեմ, եւ վախեցար, որ դու տե կպարտվես, դրա համար ես այդ կանչում։ Սա իմիջային կորուստ կա, որը շատ կարեւոր է բացի ամեն ինչից։ Չեմ կարծում, որ նման տպավորություն կստեղծվի, որովհետեւ սա քաղաքական համաձայնություն է, եւ եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, դա շատ մեծ քաղաքական նշանակություն է ունենալու եւ ես չեմ կարծում, որ դրանից հետո որևէ մեկը կմտածի, թե մենք հետ ենք կանչել, որովհետեւ վախեցել ենք։ Ակնհայտ է, որ քաղաքական դրդապատճառներով ենք հետ կանչում, բայց ես կցանկանայի վերադառնալ մեր խոսակցության այն մասին, որտեղ խոսում ենք նրա մասին, որ Հայաստանի իշխանությունները պետք է աջակցեն անհատներին։ Ես ամբողջապես համաձայն եմ ձեզ հետ, պարոն Պապյան, որ նույնիսկ գործընթացից հետո պետք է աջակցություն ցուցաբերել։ Ավելին ասեմ, օրինակ, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը կարողանան բոլոր 3 քեյսերի մասով համաձայնության գալ, ստորագրեն համաձայնագիրը, ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ինչ որ համաձայնություն լինի եւ դելիմիտացիա դեմարկացիան իրականացնեն կամ ավարտեն կամ գործընթացը արագ առաջ գնա, դրանից հետո Հայաստանի իշխանությունները պարտավոր են օրինակ արցախցիների անհատական հայցերին կապված իրենց ունեցվածքի հետ, կապված իրենց վերադարձի հետ եւ այլն այդ ամենին էլ աջակցել, որովհետեւ դա Հայաստանի իշխանությունների պարտքն է ոչ թե որովհետև դա Հայաստանի իշխանություններն են, այլ առաջին հերթին որովհետև Հայաստանի Հանրապետությունը միջազգային հանրության մաս է, իսկ միջազգային հանրությունը միջազգային իրավունքի կրող է։ Սա մի կողմից, բայց այն, որ Հայաստանի իշխանությունները կարող է դա չանեն, դա չի ենթադրում, ուրեմն պետք է ասել, որ մի գնացեք, մի ստորագրեք, որովհետև կարող է հետո չաջակցեք։ Պարոն Ղևոնդյան, պարոն Պապյանի արգումենտներից մեկն էլ այն է, որ մարդասիրական հարց է գերիների հարցը եւ յուրաքանչյուր մարդ ուզում է, որ նրանք շատ արագ կգան Հայաստանի Հանրապետություն, տեսնելով այդ խոշտանգումները, որ իրագործվում են եւ այնտեղ ցուցմունքներ են կորզվում, որոնք կարող են Հայաստանի դեմ օգտագործվել, չէ՞, բայց քաղաքական շահի տեսանկյունից, ավելի մեծ պլանի շահի տեսանկյունից անհամարժեք են, ասում են պարոն Պապյանը, այսինքն նրան ինչ որ դուք համաձայն եք, ինքը համարում է փոքր, ցածր ձեռքբերում, որովհետև առնվազն Հայաստանի անվտանգությունը չի ապահովի։ Նախ մի փոքր հավելում, ես նշեմ, որ առանց ճնշումների Հայաստանի Հանրապետությունում էլ 1-2 օր առաջ ցուցմունքներ տվեց ընդդեմ Հայաստանի Հանրապետության, երկրորդ նախագահին նկատի ունեմ, բայց վերադառնալով մեր խոսակցության բունեությանը, իսկապես գուցե գերիների վերադարձը անվտանգային առումով հավելյալ բաղադրիչ չի լինում, բայց անվտանգային առումով ակնհայտորեն հավելյալ բաղադրիչ է ստորագրված փաստաթուղթը։ Այն երաշխիք չէ ոչ մի դեպքում, բայց որոշակի բաղադրիչ է, որ ռիսկերը նվազեցնում։ Կնեք, փաստաթուղթն է բաղադրիչ անվտանգային, թե հայցերը, պարոն Պապյան։ Իմ կարծիքով հայցերը, որովհետև հայցերը, գիտեք, այն ինչ որ երկկողմ հարաբերությունների ոլորտում, այսպես բանը երկկողմա, Հայաստանը միշտ կորցրել է եւ Ադրբեջանը ուժի դիրքերից է հանդես գալիս։ Նրանք ովքեր ասում են եւ դա Նիկոլ Փաշինյանը տեսակետն է, որ մենք ուղակի առանց միջնորդի բանակցենք եւ դա հենց թուրքերն ու ադրբեջանցիները լավ են հասկանում, առանց միջնորդների, առանց միջազգային հանրության, առանց մենք միշտ պարտված ենք։ Դուք ո՞ր միջնորդին կնախընտրեիք։ Ինչ։ Դուք ո՞ր միջնորդին կնախընտրեիք։ Ես կնախընտրեի առաջին հերթին այդ երանախագահությունը դեռ կա, այդ 3 միջնորդներն էլ կարող են գործել, եւ որովհետեւ ինձ համար Արցախի հարցը դեռ փակ չի։ Եվ հայտարարել արդեն հիմիկվանից, որ մենք խաղաղության պայմանագիր ստորագրելուց դա կլուծարենք կամ կդիմենք, չեն կարող լուծել, կդիմենք լուծարը ինքնին էլի սխալ է, որովհետեւ այստեղ էլի հարց է գալիս, եթե Արցախը Հայաստան չի ըստ իշխանությունների, ապա իրենք ինչ իրավունքով են այդ հարցի վերաբերյալ միջազգայինորեն ստեղծված կառույցը համար դիմում լուծարելու, թե ոչ։
Սա է, մենք ունենք պաշտոնապես Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Ռուսաստան, թող շարունակեն, ինչ է եղել։ Հիանալի հարց եք տալիս, պարոն Պապյան, ես նշեմ, որ այստեղ էության մեջ գտնում եմ, որ ճիշտ չէ ձեր ձևակերպումը, որովհետև խաղաղության համաձայնագիրը դա Արցախի վերաբերյալ չէ։ Խաղաղության համաձայնագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերությունների վերաբերյալ է, որը Արցախի ժողովրդի իրավունքների հետ պետք չէ կապել։ Բա հայցերը ինչի Հայաստանի Հանրապետության դեմ ներկայացվում Արցախում տեղի ունեցած։ Որովհետև Ադրբեջանը չի ցանկանում, որպեսզի Արցախի խնդիրը դուրս մնա Հայաստան-Ադրբեջան փոխհարաբերությունից, բայց մենք ցանկանում ենք Հայաստանի դա ձեռնարկել։ Բայց դա արդեն նշանակում է, որ Հայաստանը այն ինչ որ դատարանը արձանագրել է, էֆեկտիվ կոնտրոլ է առնվազն ունեցել Արցախի վերաբերյալ եւ ինչ որ տեղի է ունեցել Արցախի հողում, եւ այսօր դատարանը իդեպ դա է կառուցում վկայություններով Հայաստանի պատասխանատվությունն է դնում։ Տեսեք, դուք եկաք հակասության ձեր նախկին մտքերից, պարոն Պապյան։ Եթե այդպես է, ապա մեզ ձեռնտու է հայցերի հետ քաշումը։ Հաստատի ստացվում է, որ Հայաստանը մեղավոր է նրանում ինչ Հայաստանը կպաշտպանվի օկուպանտի մեղադրանքից։ Հայաստանը չի կարող օկուպանտի մեղադրանքից պաշտպանել, որովհետև դա կապ չունի հայցերից։ Դա որովին կապ չունի։ Ադրբեջանը չի կարող հայց ներկայացնել այս Բաքվի դատավարության ցուցմունքներով գնալ ասել տեսեք Արայք Հարությունյանն ու թողներեն ինձ հարազատները, հա, այն մյուսներն են ասում Հայաստանն էր։ Ադրբեջանը կարող է ներկայացնելու է անկախ ինչ է ստորագրելու։ Ադրբեջանը ստից տեղը փող չի ծախսում, բան չի անում։ Այս ամբողջը ոնց որ ասած հայցեր հետ կանչել բան, ինքը ասել է ես ուրիշ ձև եմ մեկնաբանում եւ այլն։ Ադրբեջանի նպատակ, ստրատեգիական նպատակը որն է, ինչ խաղաղության մասին է խոսքը։ Ստրատեգիական նպատակը Հայաստանի կործանումն է։ Իրանք դրան են գնում։ Արցախի արդ գոյություն չունեց Ադրբեջանի համար։ Ալիևը Հեյդարն ասում էր, որ սա մեզ համար լավագույն պատրվակն է, հնարավորություն Հայաստանը կործանելու։ Վերջ, սա է։ Արցախի հարցը երրորդը իսկապես լուրջ մտածում եք որ իրանց մտահոգում է այդ Արցախի հարցը թե իրանց յետակայության ոչ դուք կրկնում եք Նիկոլ Փաշինյանի խոսքը որ Արցախի հարց չկա կար Հայաստանի հարց դե վերջացավ ուրեմն այդ ստացվում է որ այդ դեպքում մեր դեմ այս հայցերը լինելու են անտակ ասեն բոլոր հնարավոր միջոցներն օգտագործվելու ձեր խոսքի ամբողջ իմաստն այն է որ եթե հայցերը չլինեն դուք ասում եք կլինելու են բայց եթե չլինեն հաստատի դա մեզ ձեռնտու է ձեր ասած այդպես է ստացվում Պարոն Պապյան չի հավատում որ ավարտվելու են այդ հայցերը իհարկե ինչպես շատերը որ հավատում էին նոր Նիկոլ Փաշինյանը որ ասում էր դե եթե Արցախի հարցը չլինի, ինչի պիտի Ադրբեջանը մեզ հետ վատ լինի, հիմա տեսանք, որ ինքը ուրիշ պատճառ է գտնում։ Եվ եթե Աստված չանի, Սյունիքն էլ չեղավ, Երևանի մասին են խոսում, Գյոքչայի մասին են խոսում։ Իհարկե խոսել են։ Դե խոսել չէ, ոչ միայն խոսում են, անում են։ Այսօր սերունդը տանելու մենք էլ մերը պիտի փորձենք։ Պարոն Պապյանի ասածն այն է, որ մենք հետ ենք քաշում մեր զենքերից զրկվում ենք, Ադրբեջանը շարունակելու է հայցեր ներկայացնել, ինչու մեր զենքերից դատարանը այն քիչ տեղերից մեկն է, որտեղ մենք համեմատաբար ուժեղ ենք։ Կարող ենք ինչ որ բան անել, համեմատաբար, որտեղ մենք քաղաքականապես այսօր, տնտեսապես, ռազմականապես թույլ ենք։ Ուրեմն մեզ միակ այդ հնարավոր դաշտը, որտեղ կարող ենք հաջողության հասնել, դա իրավական դաշտն է։ Եվ որ դրանց էլ հրաժարվում ենք, Պարշեն մյուս երեքով մեզ ճնշել են։ Ինչ տարբերություն։ Մեզ կճնշեն իրավական դաշտում, թե քաղաքականապես, սպառնալով հերթական անգամ, եթե սա չգիտեք, կգան կգրավենք կամ լուծմամիջոց եք առաջարկում, պարոն Պապյան։ Ինչ լուծմամիջոց եք առաջարկում, եթե այնտեղ են ճնշելու, այնտեղ են ճնշելու։ Չհրաժարվել հայցերից, որտեղ այդ դաշտում մենք համատաբար ուժեղ ենք։ Բայց նոր ասում եք, որ էֆեկտիվ կոնտրոլ է եղել, ապացուցված է դատանում, Արցախի հարցը մեզ դատի են տվել։ Իմ տեսակետը հետեւյալն է, Արցախը Հայաստանի Հանրապետությունն է։ Այդպես 1920 թվականից ես միշտ եմ առաջարկել գնալ դատարան։ Հանրապետությունը իրեն առաջին հանրապետության իրավահաջորդ չի հայտարարել։ Հայաստանի հայտարարելով չի։ Հայաստանի հայտարարելով չի, միջազգային իրավունքը հստակ է։ Դու իրավահաջորդ ես այդ տարածքում գոյություն ունեցող նախկին միջազգային իրավունքի սուբյեկտին։ Նախկին սուբյեկտ եղել է առաջին հանրապետությունը։ Սովետական Հայաստանի իրավահաջորդ դու չես կարող նել, որտեղ սովետական Հայաստանը վարչա տարածքային միավոր ՍՍՀ կազմում, օկուպացված տարածքը ամերիկյան գործող օրենսդրության 59 թվականի օրենսդրության ՍՍՀ մի րոպե, ՍՍՀ սահմանադրության։ Այնտեղ հստակ է դա административно-территориальное деление СССР։ Դու վարչական միավոր ես եղել։ Նայեք, եթե հայտարարելով լիներ, եթե շատ են ասում հայտարարելա չի հայտարարելա։ Ես պարտքեր եմ, հիմա ինչքան եմ 12 միլիարդ դոլար պարտք են կուտակ, ես նոր հանրապետություն կասեի Հայաստանի, չգիտեմ, 8-րդ կամ 9.5-րդ հանրապետություն, ես իրավահաջորդը չեմ, գործ չունեմ պարտքեր, այդպես չի։ Սովետական միությունը, որ իրեն ցարական Ռուսաստանի ոչ միայն իրավահաջորդը չհայտարարեց, այլ հատած որ ինքը այդպեսին չէ, բայց միևնույն է չկարողացավ ազատվել պարտքերից եւ այլն, որտեվ եթե դու տարածքը
ձեռք ես բերում, ապա տարածքով ձեռք ես բերում նաև պարտականությունները իրավունք ավելին ձեզ ասեմ, երբ որ ստեղծվում էր Հայաստանը եւ իրավարար վճռով Հայաստանին փոխանցվեց Վան Բիթլիս Տերժուն Տրապիզոն, այդ մասով Հայաստանին տրվեց նաև Օսմանյան պարտքերը փակելու բանը, որտեղ դու տարածքի հետ միասին ձեռք բերեցիլ նաև պարտավորություններ։ Հետեւաբար հայտարարել այստեղ կապ չունի, թե պիտի ասել, որ անկախության հռչակագրի մեջ հստակ գրած է զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին Ուրեմն նախ անկախության հռչակագիրը Հայաստանի իրավական համակարգի մաս չէ, համաձայն ՍԴՕ 1749 որոշման նախորդ տարվա սեպտեմբերի։ Մի րոպե, սահմանադրության որոշման համաձայն, որը Ցուրիխի արձանագրում հստակ գրված է, որ այն մասակազմում սահմանադրությանը հղման տեսքով։ Հղման տեսքով, բայց մասակազմում դատարանի որոշմամբ իրավական համակարգի մաս է, սահմանադրական դատարանի որոշմամբ։ Իսկ սահմանադրական երկու իրարամերժ որոշում։ Իրարամերժ չեն որոշումները, որ միջև վերջ լսեք ինչ եմ ասում, կիմանանք ինչի մասն եմ խոսում, այնտեղ գրված է, որ միայն այն դրույթները, որոնք ուղիղ կերպով եկել են սահմանադրություն, միայն այդ դրույթներն են, որ իրավական համակարգի մաս են։ Որոնք մեկնաբանված են օրենքներում։ Որոնք հստակ ունեն ուղիղ կերպով փոխադրում սահմանադրությունում։ Նախ դա, երկրորդը ես կցանկանայի խոսել միջազգային իրավունքի մասին։ Ես այս ամբողջապես համաձայն եմ, որ Հայաստանը կարող է համարվել միջազգային իրավունքի տեսակետից առաջին հանրապետության իրավահաջորդ եւ դրա հիման վրա դրանից բխող բոլոր իրավունքներով եւ պարտականություններով հանդերձ, բայց խնդիրն այսօր այն է, որ աշխարհակարգի վերափոխման գործընթացում քաղաքական տրամաբանության մեջ միջազգային իրավունքը շատ դեպքերում չի գործում։ Միջազգային իրավունքի համաձայն նույն Արցախը եւս պետք է ճանաչվեր Հայաստանի Հանրապետության մաս, բայց դուրս եկեք Հայաստանի Հանրապետության ցանկացած սահմանից 1 մետր հեռու եւ Արցախը Ադրբեջանի մաս է։ Եվ միշտ է այդպես եղել, այնպես չէ, որ դա այդպես եղել է։ Չէ, միշտ այդպես չի եղել։ 90-ական թվականները միանշանակ վիճելի տարածք ցույց կտակ ցանկացած երկրի քարտեզ, ցանկացած երկրում տպագրված քարտեզ, որտեղ Արցախը Ադրբեջանի մեջ չէ։ Ադրբեջանի գույնի չէ։ Քարտեզը, որը քիչ չի որևէ իրավական փաստաթղթի, ինքը նկար է, գույնի քարտեզը։ Ինչի հիման վրա են այդ քարտեզները։ Ինչի հիման վրա ստեղծվել Մինսկի խումբը, որը պիտի որոշել Արցախի ճակատագիրը։ Եթե Արցախը մաս էր Ադրբեջանի, բայց ինչ կարգավիճակ էր որոշել։ Բայց կան տարի ինչ էին այսքան բանակցում։ Շնորհակալություն, պարոն Պապյան։ Բայց չմոռանանք մեր գլխավոր թեման միջազգային հայցերը։ Այո, միջազգային հայցերի մասով եկանք հասանք Մինսկի խմբին։ Ես նշեմ, որ քանի որ Մինսկի խումբը, ինչպես պարոն Պապյանը հենց նոր ասաց, ստեղծվել էր Արցախի խնդիրը լուծելու համար, բայց եկել հասել ենք մի իրավիճակի, երբ Արցախի խնդրի լուծման համար երկրորդ նախագահի պատճառով, որը դուրս էր թողել Արցախի խնդիրը, գործընթացի պատճառով, երբ ուրեմն համաձայնության հիմքերը տարածքներ կարգավիճակի դիմացից եկել դարձել էր տարածքներ խաղաղության դիմաց եւ այլ պատճառներով, որտեղ Հայաստանը ահռելի մեղք ուներ եւ Ադրբեջանը ամեն ինչ արել էր, որպեսզի դա կարողանար անել, Մինսկի խումբը սկսել էր լուծել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճի խնդիր։ Վերջին բոլոր գործընթացները սկսած Քյուվեստից, երբ Արցախը կիսում էին Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, հաշվի չառնելով, որ Արցախը ինքը առանձին սուբյեկտ է։ Եվ Արցախը առանձին սուբյեկտ չի եղել։ Բա ինչ է եղել։ Արցախը Արցախ սուբյեկտանություն չի ունեցել։ Իհարկե չի ունեցել։ Այդ դեպքում Արցախը եղել է Հայաստանի Հանրապետության ուրեմն Արցախը տարածքային Արցախի հարցը տարածքային վեճ էր։ Իհարկե տարածքային վեճ էր։ Միշտ էլ եղել է տարածքային վեճ։ Դուք որ ասում եք քարտեզ, ես ասեմ ձեզ, Արցախցին, որը ուներ Հայաստանի անձնագիր, որի մեջ գրված էր իր գրանցումը Ստեփանակերտ կամ, չգիտեմ, Խաշաթաղ, գալիս էր այստեղ Ֆրանսիայի, Գերմանիայի ամնի դեսպանատուն վիզա ստանալու, ստանում էր այդ վիզան, թե ոչ։ Ստանում էր այդ։ Ուրեմն նշանակման նրանք դա կոչվում է tacit recognition, այսինքն լրելյան ճանաչում։ Այդ երկրները ճանաչել էին Արցախը որպես Հայաստանի Հանրապետության մաս։ Եթե չճանաչեին, ինչպես օրինակ Գրիմի դեպքում է, իրանք ուղղացել են գնա Բաքվից ստաց, ինչպես Գրիմի բնակչին, երբ որ նա փորձում էր, այսինքն ստանալ Մոսկվայում վիզա, ասում են գնա Կիևից ստաց։ Հայաստանում, չէ, դա փաստ ընդունում է, որ այդպես է։ Եթե Չէ, ընդունում եք, որ այդպես է։ Ընդունում եմ, որ վիզաները ստացել են, բայց ես չեմ ընդունում, որ աշխարհը ճանաչել է Հայաստանի մաս։ Արցախ Հայաստանի մաս չի։ Հայաստանի անձնագրով չեն ստանում։ Որևէ մեկը։ Այո, բայց չէ, Հայաստանի անձնագրով, որը ապրում է գրանցված է Ստեփանակերտում եւ Խաշաթաղում։ Գրանցումը քաղաքացիության հետ կապ չունի, պարոն Պապյան։ Մարդը կարող է Հայաստանի քաղաքացի ապրել Նյու Յորքում։ Այդ նույն Ռուսաստանի քաղաքացին Գրիմից երբ որ գնում է, այսինքն Մոսկվա, Ռուսաստանի անձնագիրն ունի, բայց ինչի չեն տալիս, ասում են գնա Կիև։
Հենց սա ցույց է Եկեք վերադառնանք միջազգային հայցերին, այստեղ բախվեց հետեւյալը։ Ես նշեմ, քաղաքական իրավունք, քաղաքականություն եւ իրավունք։ Եթե ես համաձայն եմ, որ գոնե վերջին 15-20 տարիներին դա տարածքային վեճ էր։ Դրանից առաջ կարող ենք վիճել, բայց եկեք չանդրադառնանք դրան։ Դա տարածքային վեճ էր։ Եթե դա տարածքային վեճ էր, պարոն Պապյան, ապա տարածքային վեճի տրամաբանության մեջ Հայաստանը Արցախի խնդիրը լուծել հնարավոր չէր։ Հայաստանի հայանպաստ լուծում իրականացնել հնարավոր չէր։ Ինչու՞։ Որովհետև աշխարհակաղակական իրավիճակը գոնե 2007 թվականից հետո այնպիսին էր, որ խորհրդային միության սահմանները վերաձևելու փորձ միջազգային հանրությունը չէր ընդունում։ Ինչու չէր ընդունում, որովհետև Ռուսաստանը ուներ հավակնություններ, իսկ վերաձևումը նշանակում էր թույլ տալ Ռուսաստանին իր հավակնությունները լեգիտիմացնել։ Սա նշանակում է մեկ բան, որ Մինսկի խումբը փաստացի զբաղվել է տարածքային վեճի հարցով, որովհետեւ մենք կարողանանք վերադառնալ Արցախի ժողովրդի իրավունքների հարցին եւ ոչ թե խոսենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև տարածքային վեճի հարցին։ Մինսկի խումբը պիտի գոյություն չունենա, պիտի տարածքային վեճ լուծող մարմինը չլինի, մենք հայտարարենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև վեճ չկա, դրանից հետո Արցախի ժողովուրդը ունի իրավունքների հարց եւ այդ իրավունքները ոչ միտեղ չեն կորում։ Սա ի պատասխան նրա, որ Մինսկի խումբը Հայաստանը չպետք է փակի, ոչ ես գտնում եմ, որ Հայաստանը պետք է Մինսկի խումբը փակի եւ Մինսկ պետք է փորձի փակել, իհարկե պետք է դիմի, որպեսզի փակվի Մինսկի խումբը, որից հետո նոր հնարավոր կլինի վերադառնալ Արցախի ժողովրդի իրավունքների հարցը։ Կներեք, բայց ես ուզում եմ թեման վերադարձնել, ես գիտեմ, որ ուզում եք հակադարձել միջազգային հայցերի թեմային, հա, պարոն Պապյանը ըստ էության, պարոն Ղևոնդյան, ասում է, որ միջազգային իրավիճակը թե քաոսային է եւ այլն, դա նկատի ունի, բայց իրավունքի իմաստով Հայաստանը ունի գործիքակազմեր, որոնք այն միակ գործիքակազմերն են, որոնցով մենք կարող ենք ինչ-որ մի բանում մեղադրել Ադրբեջանին, հա։ Միջպետական խնդիրները լուծվում են 4 դաշտում։ Ինչու հրաժարվենք։ Քաղաքական, իրավական, ռազմական, տնտեսական կամ սրանց ածանցալու։ Քաղաքական, ռազմական, տնտեսականում չենք կարող։ Իրավականը միակ տեղն է, եւ Ալիևը երբ որ այդ ժամանակ ասած հակընդդեմ հայցեր մեջտեղ բերեց, այս ժամանակը ինձ պարզել է հարցազրույցների մեջ շատերի համար էլ պարզել, որ սա արվում է, որովհետեւ ի վերջո հրաժարվեն հայցերից, որտեւ իրեն ձեռ չի տալի, որովհետեւ իր այդ բոլոր մեղադրանքները, որ ինքը պիտի Հայաստանի մեղադրի օրինակի համար, ասի չգիտեմ, օգտագործել եք այս հանքային բանը, մեզ միակ պաշտպանելու ձևը մնում է ապացուցել, որ 1920-ից ի վեր ադրբեջանական տիտղոսը չի եղել ամրագրված այդ տարածքի վրա։ Մենք այլ ճար չունենք, մեզ տանելու են դատարան, ասեմ ձեզ։ Մեզ մեղադրելու են եւ 100 միլիարդավոր դոլարներ հացել եւ մեզ միակ պաշտպանելու հնարավորությունը լինելու ապացուցել, որ ադրբեջանական տիտղոսը միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախ եւ հարակից տարածքների վրա ամրագրված չի եղել։ Դուք ինչ որ ասում եք, դուք խոսում եք քաղաքական բաների մասին։ Ես խոսում եմ իրավունքի մասին, հենց սա է հարցը։ Չենք զինաթափվում, որ ասում եք մենք հրաժարվենք իրավականից գնանք քաղաքական, տեղ պարտվելու ենք։ Ես ասում եմ դա չանենք։ Եկեք լսենք Ալբերտ վերագրեք խոսքը, ոչ չեմ ասում հրաժարվենք իրավականից գնանք քաղաքական, բայց ես նշում եմ մեկ այլ բան, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունը փաստացի համաձայնությունը տվել է հրաժարվել այդ հայցերից։ Չէ, չի տվել։ Դրա համար ինքը օրենք կա, դեռ սահմանադրական դատարանի պիտի ստորագրեն եւ այլն։ Փաստացինը պատրաստ է դա անել, այսպես։ Հա, պատրաստակամությունը։ Եթե ստորագրվի կանի, այսպես ասենք։ Չէ, ինքը չի կարա ստորագրի, որովհետեւ չէ, որովհետեւ դատարանը եւ ազգային ժողովը պետք է վավերացնեն։ Գործընթացը եթե անցնի, դրա փաստացի համաձայնել է այդ գործընթացի մեջ մտնել։ Հիմա թե կմտնի թե չի մտնի, արդեն քաղաքական հարց է։ Կմտնի ավարտին չի ասցանի։ Դե արդեն դա կապրենք կտեսնենք, ոչ ոք չի կարող այդպես կանխագուշակել 100%-ով ինչ կլինի, բայց այստեղ հարցը այլ է, պարոն Պապյան, եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, եթե մենք հայցերը վերցնում ենք, գոնե դրա դիմաց մի բան ստանանք, իմ ասացի տրամաբանությունը սա է։ Իսկ դնել հավասարակշռության մեջ եւ փորձել համեմատել արդյոք Հայաստանի անվտանգությունը ավելի ապահով կլինի ստորագրած փաստաթղթի արդյունքում հայցերը հետ կանջած եւ մենք եւ Ադրբեջանը, թե փաստաթուղթ չունենանք եւ ունենանք հայցեր, ես ճիշտ ասած չեմ կարող վստահ պնդել, որ կամ սա կամ նա բերելու է մեզ ստանանք, անվտանգություն չենք ստանալ, այդ դա է ասում։ Տեսեք, ես էլ եմ նույնն ասում, որ մի ճանապարհով էլ գնանք, մենք փաստացի խաղաղություն գոնե այս բան չենք ստանալ։ Դե տեսակետը շնից մաս փոկելու բանի վրա է։ Մոտավորապես, որովհետև Ադրբեջանից ստանալ ավելին հայցերի ճանապարհով ես չեմ կարծում, որ վստահ երաշխավորված է։ Գուցե
բայց երաշխավորված չէ եւ դրան գումարելով այն, որ Հայաստանի իշխանությունը պատրաստակամություն է հայտնել գնալ այդ ճանապարհով, ես կարծում եմ գոնե այդ մասը պետք է փոկել։ Պարոն Պապյանն ասում է շունը հետո հարցակվելու է մասը փոկելուց հետո։ Ասում եմ այդ բարեկամացիր փայտը։ Բայց ով է մեզ երաշխավորում, որ այլ ճանապարհի դեպքում չի հարցակվելու։ Երաշխիքը միան ռազմաքաղաքական հավասարակշռության հաստատումն է։ Այո։ Ուրիշ երաշխիք չկա։ Հա, ուրեմն մենք չենք ասում, որ այս երաշխիք բառը միջազգային հարաբերությունների մի քիչ ծանր օգտագործել։ Բառը, որտեղ ամենաերաշխավորվածն էլ չի աշխատում։ Չարժի օգտագործել երաշխիք բառը։ Հավանականության որն է հավանական։ Իմ ասածը հետեւյալն է. եթե մենք հրաժարվում ենք լուրջ բաներից, իսկ այդ հայցը բավականին լուրջ է, մեզ հնարավորություն է տալիս մեղադրելու, ցուցադրել, բերելու, չգիտեմ, տարբեր եւ դիմացը մենք չենք ստանալու որևէ բան, որովհետեւ այո, իրանց մարդկային կյանքը բան չէ, թանկ է։ Իսկ փաստաթուղթը Փաստաթուղթը դուք նկատի ունեք, որ համաձայնագիրը ավելի ցածր ռիսկերի նվազեցման գործոն է, քան հայցերը, ես ճիշտ ասած այնքան էլ վստահ չեմ։ Համաձայնագիրը ստանալիք չի օգուտ, չի, պարոն Ղևոնդյանը դա է։ Համաձայնագիրը ստան, հենա մի հատ համաձայնագիր նոյեմբերի 9-ին ստորագրել ենք։ Համաձայն հայտարարություն ենք ստորագրել, բայց որը իր էությամբ մենք այդ փաստաթղթով 4.500 քառակուսի կիլոմետր հանձնեցինք, երբ որ պատերազմի ընթացքում 3.500 էինք հանձնել։ Ինչ ստացանք դրա դիմաց։ Թուղթը չի բերում։ Անգամ ռազմագերիները չստացան։ Տեսեք, այնտեղ 9 կետ է, չէ՞, կարծեմ այդ հայտարարության մեջ։ Ըստ էության 9-ից 7-ը ոնց ասած մեր զիջելներ տվել են, մեկը այսպես չեզոքեր բաներ, մեկը ռազմագերիներն են։ Մի կետ չի կատարվել, ու մեկ էլ այդ ապաշրջափակում կոչեցալ է, որ իրանք դնում են միջանցքի տեսքով են այդ բանանում, որն էլ էլի իրանց։ Կարճ ասած, ինչ որ կատարվել այդ փաստաթղթում մենք ենք կատարել։ Հիմա մենք կարող ենք նույն վիճակի մեջ հայտնվենք։ Հիմա կարող է պարոն Պապյան, կարող են նույն վիճակի մեջ հայտնվենք, դուք բերում եք օրինակ, որ փաստաթղթը ստորագրել ենք եւ չի իրականացել։ Ես բերեմ այլ օրինակ, որ մենք գնացել ենք միջազգային դատարան, միջազգային դատարանը որոշումը կայացրել է, Ադրբեջանը չի ուղղակի գցել է մի կողմ այդ որոշումը։ Այսինքն երկու դեպքում էլ մենք գործ ունենք անորոշ արդյունքի հետ։ Ես ասեմ գործընթացը միջազգային դատարանը ոնց է գործում։ Կարծեմ 75-րդ հոդվածն է ստապտի, ձեր ասածը մենք առել ենք դրա առաջին մասով, որոշում։ Դատարանը ինքը չի հետապնդում այդ դրա կատարումը։ Դու դա պետք է վերցնես եւ ստանես գործադիր անվտանգության, դա Հայաստանը չի արել։ Հայաստանը չի արել։ Պապյան, որ աներ անվտանգության խորհրդում լինելու էր համաձայնություն, մենք կարողանալու ենք ապահովել կոնսենսուս։ Այո, լինելու էր։ Ես կարամ ասում, չենք տարել։ Նայեք, գիտեք ինչի է նման, այսօր դիմել եք քաղաքացիական հայցով դատարան, դատարանը հոգուց ձեզ վճիռ կայացրել, դուք չեք գնացել, չեք վերցրել, չեք տարել, դրա շարունակությունը հիմա էլ կասում եք, բա ինչի չեղավ։ Մենք երկու անգամ գնացել ենք անվտանգության խորհուրդ վերջի 5 տարում, ես ուզում եմ հիշեցնել, երկու անգամ էլ չի եղել կոնսենսուս 5 մշտական անդամների միջև։ Իհարկե, երբ որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղի խաղաղ բնակչությանը վտանգ չկա, որից էլ կարճեց ադրբեջանական կողմը եւ ասեց, որ հենա ձեր վարչապետն Արարատ Միրզոյանին Պատահ Ռուսաստանի կողմից վետո դնելը Նիկոլ Փաշինյանի հայտարարության հետևանք էր։ Չէ, Ռուսաստանի վետոն այսպես դնելու էր, բայց խնդիրն է, երբ որ դու ունես վարչապետ, որ նման բան է հայտարարում, բնականաբար չի լինելու կոնսենսուս անկախ Ռուսաստանից թե ոչ։ Չէ, եկեք բարձենք էլի սա։ Ասում եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարություն չանի, բայց գնանք անվտանգության խորհուրդ, կոնսենսուս կլինի, դուք այդպես եք կարծում։ Չգիտեմ։ Կարող եմ ասում, չգիտեմ, դուք ասում եք, բայց հարցը չէ, մի րոպե։ Ասենք եթե Ռուսաստանը վետո է դնում, դա արդարացնում է, որ քո վարչապետը գնա, իմ հարկերով ապրող վարչապետը գնա հայտարարություն անի, որ այս պետության շահերի դա չի հետաքրքիր, պարոն, մեզ Ռուսաստանի վետոն է հետաքրքիր։ Հակախազությունը դրանից հետո պետք է քրեական գործ հարուցեր եւ ասել հիմնավորի այդ քո տեսակետը, երբ որ ասում ես որևէ խաղ բնակչության, երբ որ այսքան զոհեր է եղել։ Պարոն Պապյան, մենք ուրիշ բանի մասն ենք խոսում։ Անվտանգության խորհրդում կոնսենսուս չկա եւ չկա աշխարհակաղակական իրավիճակի պատճառով։ Դու երկու տարբեր բաների մասն ես։ Հա, բայց ես եմ ասում։ Ասած հետեւյալն է, դա չէ։ Եկեք միջազգային հայցերի շուրջ պատտվենք, այո։ Հարցը հետեւյալն է։ Միջազգային դատարանի որոշումները պարտադիր են անվտանգության ՄԱԿ-ի բոլոր անդամների համար, այդ անվտանգության դու տաներ, տեսնեմ նրանք ոնց կարծեմ 12-րդ բաժինն է։ Մի բան հիշեցնեմ, Միացյալ Նահանգների այս նախագահը պատժամիջոց է կիրառում միջազգային քրեական դատարանի դեմ Նեթանյահուի ձերբակալման օրդերի համար։ Բայց ինչա, փաստացի դա ինչպես է։ Այսինքն ես ենթադրում եմ Թրամփը ախը չի գնալու Ալիևին պատժելու համար միջազգային քրեական դատարանի որոշումը չկատարելու համար։ Ուզում եմ ասել պատժամիջոց է կիրառել այդ դատարանի դեմ։ Չէ, ես եմ ասում, որ մենք չգիտենք կլինի թե չի լինի,
Այսինքն արդյունքը երաշխավորված չի, պարոն Պապյան։ Ինչպես որ արդյունքը երաշխավորված չի, համաձայնագրի ստորագրելու դեպքում, այսինքն այստեղ ունենք երկու ճանապարհի դեպքում էլ արդյունքը երաշխավորված չի, եւ երկու ճանապարհն էլ ունեն ռիսկերի նվազեցման որոշակի պոտենցիալ։ Հիմա որ ճանապարհով գնալ, այստեղ Ղանղանյանը ասում է թեկուզ հրաժարվելու գնով, բայց համաձայնագիրը ստորագրենք, դա ռիսկերի նվազեցում կբերի, պարոն։ Ես էլ ասում եմ, դա ռիսկերի բարձրացում կբերի, որտեղ մենք կարևորագույն գործիքը, կարևորագույն ոլորտում, որտեղ ուժեղներ ենք, մենք հանձնում ենք։ Գնեք, բայց դուք համաձայն չեք, որ Հայաստան մինչև այսօր չի ներկայացրել իր գլխավոր հայցը, գուշակեք որն է դա։ Ինչ համար գլխավոր հարցը Տիտղոսի արսն է։ Ոչ, հայցը, Հայաստանը Ադրբեջանի դեմ իր գլխավոր հայցը չի ներկայացրել, պարոն Պապյան, Իլհամ Ալիևի եւ ռազմաքաղաքական ղեկավարությանը պատժի ենթարկելու ռազմական հանցագործություններ համար, այդ որ ասում եք Հայաստանի լավագույն հայցից մենք կհրաժարվենք, ինչի իրական, այսպես վտանգ կարող է լինել իրապես, բայց մենք ունենք նաև այդպիսի զենք, չէ՞, Ադրբեջանի նախագահ Խոստովանել է, որ պատերազմ է հրահրել, ինչքան է Ռոբերտ Քոչարյանն ասի հայերն ու հայկական կողմն է հրահրել, Ալիևը ընդունել է, որ մենք իրացրինք ՄԱԿ-ի, այսպես ասենք, կանոնադրությամբ ինքնապաշտպանվելու իրավունքը, Մինսկի խումբը չէ լուծում խնդիրը, մենք հարձակվեցինք եւ այլն եւ այլն, ուզում եմ ասել ուժի կիրառման չկիրառման սկզբունքը նախախտել է եւ Հայաստանը չի կարող Ալիև դեմ պատերազմական հանցագործություններ նաեւ հայց ներկայացնել, ասած։ Կարող է, եւ հենց հարցնել են, որ մենք եկանք մեր զրույցի ամենասկզբից, որ ասում են ադրբեջանական կողմը անում է քայլեր, հայկական կողմը չի անում։ Ասածս դա է, որ միգուցե մենք էլի զենք ունենք, այսինքն եթե նույնիսկ սրանից հրաժարվի հայկական կողմը, էլի զենք կա Ադրբեջանի դեմ։ Չէ, համաձայնագրով մենք մինչև համաձայնագրի ստորագրման պահատեղի ունեցած դեպքերով պարտավորվում ենք չդիմել, այսինքն չենք կարող մենք այդ զենքը։ Պարոն Պապյանի մտահոգությունը այն է, որ մենք բոլորս հայցերը հետ ենք քաշում, Ադրբեջանը խախտում է այդ պայմանավորվածությունը, մեկ այլ, ասենք, Բաքվի դատարանի հայցերով, հա, գնում է այնտեղ։ Չէ, հետո տեսեք գոյությունն են շարունակական հանցագործություններ հասկացությունը, այսինքն, որի համար դու կարաս հետո էլ դիմես։ Օրինակ սպանությունը կշարունակական չէ, սպանեցին վերջացավ։ Մարդու իրավունքների բայց հիմա տեսեք, հարցը հետեւյալն է, եթե իրենք մեզ պատական չէ, որ այդ էկոլոգիական աղետ եւ այլն, իրենք այդ ամբողջը ներկայացնելու են, որ դա այո, ստորագրել ենք, մենք նախկինի համար չենք դիմում, այլ ասենք 26 թվականին այդ հանցագործության հետևանքները շարունակում են, մենք դիմում ենք, որպիսի այդ վնասները, որը 10 միլիարդ դոլար է կազմել, դրա դիմաց։ Իսկ այն հանցագործությունը, ինչ որ մեր դեմ է կատարվել, այսինքն այդ սպանություններ, բռնաբարություններ, թալաններ, դա մնում է ստորագրությունից անցալով։ Չէ, պարոն Պապյան, չի մնում, որովհետև մեր դեմ կատարվել է էթնիկ զտում, այդ մարդիկ հայրենազրկվել են։ Հա, բայց եթե ստորագրում ես, հրաժարվում ես, էլ ոնց է դրանք։ Էթնիկ զտումը 26 թվականին չի շարունակվում։ Անցյալում կատարվածի համար դիմելու շարունակում են լինել հայրենազրկված։ Այսինքն այդ մարդիկ կարող են եւ այդ մարդիկ եւ Հայաստանի Հանրապետությունն էլ որպես միջազգային հանրության մաս կարող են գնալ։ Առաջ է տեղի ունեցել։ Չէ, ստորագրությունից առաջ տեղի ունեցածը ունի հետևանք նաեւ 2026 թվականին, որովհետեւ այդ մարդիկ փաստացի հայրենազրկված շարունակում են։ Այդ վիճելի հարցը, բայց ասենք այսօր էլ Ալիևն ասում է, հարց չկա, թող վերադառնան, ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն եւ լինեն ըստ իրա լոյալ, հավատա եւ ապրեն։ Մենք լավ հասկանում ենք, չէ՞ որ դա այդ վերադարձը չի ինչը որ մենք ուզենք։ Ես կողմ եմ վերադարձի իրավունքին, բայց ինձ պետք է դրա համար ոչ միայն միջազգային երաշխիքներ, այլ միջազգային ներկայություն։ Առանց դրա այդ մարդիկը կայտնել են ռազմագերի ու պատանդի կարգավիճակի։ Պետք եկանք Արցախի ժողովրդի իրավունքների հարցին եւ որպիսի մենք կարողանանք։ Այ կներեք, Արցախի ժողովրդի իրավունքների հարցը եւ տարածքային վերջնու Տիտղոսի հարցը մեկը հակասության մեջ չեն։ Դուք եւ սա կարաս ունենաս եւ նա կարող է։ Պարոն Պապյան, ունենալով տարածքային վեճի տրամաբանության մեջ Արցախի ժողովրդի իրավունքի հարց, մենք պարտվելու ենք, որովհետև ճիշտ է դուք նշում եք, կներեք, մենք պարտվեցինք մի առեսօր այդ ձեր ասած ինքնորոշման իրավունքի պատճառով։ Արդեն դա պարտվել ենք այդ փաստա գիտենք։ Իսկ հիմա ենթադրյալ պարտություն։ Երկու բան խառնում ենք իրար, պարոն Պապյան։ Տարածքային վեճ որպես այդպեսին մենք չենք որդեգրել։ 1991 թվականին, որը ես էլ եմ գտնում, որ սխալ է եղել, եւ ես հետ համաձայն եմ, սխալ է եղել, բայց այսօր դուրս գալ ասել, որ մենք 30 տարի առաջ սխալ էինք արել, դա տարածքային վեճ էր իրականում, մենք միջազգային հանրության աշկում կլինենք խեղկատակ կոպիտ ասած, եւ միջազգային իրավունքի տեսակետից Ադրբեջանի տարածքը Ադրբեջանի տարածքն է, առավել եւս որ Հայաստանն էլ է դա ընդունել ու բոլորն են ընդունել։ Այսօր մենք ունենք Ադրբեջանի տարածքը
Ալմատայի փաստաթղթով, որտեղ դելիմիտացիա չկա սահմանի, բայց այո, գոյություն ադմինիստրատիվ սահմանները, որոնք գոյություն են ունեցել, ադմինիստրատիվ այն գտնվել է ադմինիստրատիվ սահմանների շրջակայքում, որը 4-րդ կետն է, մի րոպե, եւ կա 3 նախապայման, երբ որ մենք վկայակոչում ենք Ալմատայի հռչակագիրը, այնտեղ այդ 4-րդ կետը ուժի մեջ կարող է մտնել, եթե նախորդ 3 կետերը մարդու իրավունքների, էթնիկ խմբերի եւ կրոնական խմբերի հարգանքը լինի։ Իսկ փաստաթղթ գործում է ամբողջության մեջ, եթե նախորդ կետերը ոտնահարվել են, չի կարող 4-րդ կետը բան լինի։ Պարոն Պապյան, դուք նոր ասացիք, որ Ալիևը առաջարկում է, ասում է եկեք, ես ձեր իրավունքները կապահովեմ, եկեք այստեղ ապրեք, ընդունեք Ադրբեջանի քաղաքականությունը եւ այլն։ Եվ դուք իմացեք, որ նախորդ կետերը ոտնահարվել են։ Բայց մարդիկ հանգիստ ինչպես ասում եք, կասի, այս դեպքում էլ կասի, որ ես չեմ ոտնահարել։ Բայց փաստը մնում է, փաստ, որ ոտնահարվել է, որի հետևանքով էլ ի վերջո այս ինքնորոշման շարժումը ձեր ասածով պատերազմի է վերածել, որովհետև խաղաղ ցույցերին, որ տեղի ունեցել Ստեփանակ եւ այլուր, Ադրբեջանը պատասխանել է։ Դա մեր տեսակետն է, պարոն Պապյան։ Ադրբեջանի տեսակետն այն է, որ դրանք ցույցերը ընդհանրապես խաղաղ չեն եղել եւ այլն, եւ եթե մենք գնում ենք դատարանը երկու տեսակետները վերցնելու է համադրի, այնպես չէ, որ վստահորեն մենք հաղթելու ենք։ Գուցե մենք հաղթենք, բայց եթե մենք պարտվում ենք, ինչ ենք կորցնում, մենք արդեն ինչ որ կորցել է, իսկ եթե հաղթում ենք, ինչ ենք ստանում։ Ստանում ենք այն, որ մեզ լրացուցիչ մեղադրանք չի ներկայացում։ Եթե մենք ապացուցում ենք, որ Արցախը եղել է Հայաստանի տիտղոսը, այս բոլոր հայցերը մեր դեմ դառնում են հիմնազոհ։ Պարոն Պապյան, մենք չենք կարող ապացուցել Արցախը եղել է Հայաստանի տիտղոսը, որովհետև 1991 թվականին Հայաստանի Հանրապետությունը երբ որ անկախացել է, մենք չենք վերցրել դա դարձրել տարածքային վեճ, մենք դա ներկայացնում ենք դարձել դրանից տիտղոսը չի փոխվում։ Պարոն Պապյան, Հայաստանի ամբողջ քաղաքականությունը նստած է եղել այն իրողության վրա, որ Արցախում բնակվող մարդիկ անցկացրել են հանրակրվե եւ անկախացել են խորհրդային միությունից։ Այսօր գնալ ասել, որ կներեք խորհրդային միությունից, խորհրդային բռնության ժամանակ գնալ այսօր միջազգային հանրությանը ասել, որ կներեք սխալ էինք ասում, ոչ թե այդպես է եղել, այլ այն 89 թվականին, որ գրել էինք, այդ ժամանակ ինքը մեզ միացել է Հայաստանին, դա նշանակում է ձեռ առնել միջազգային հանրությանը։ Չէ, կներեք, դուք մոռանում եք, որ մենք ունենք 90 թվականի դեկտեմբերի 1-ի որոշում, որով միավորվել է։ Դուք ինչ եք ասում անկախացել։ Միավորվել է հետո Արցախը հարակվեարել անկախացել։ Հետո Արցախը ժողովուրդը հարակվեն կարա վերաբերի Արցախին, չի կարող վերաբերի Հայաստանի Հանրապետությանը։ Այսինքն պետք է ասել, որ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչել Արցախի հարակը։ Իհարկե չի ճանաչել։ Բա որ ճանաչել է Հայաստան անկախ երկիր էր, հայաստանցին ինչ իրավունքով էր ծառայում այնտեղ։ Բայց այդտեղ նաև հարց է, այսինքն ես ուզում հիշեցնել, որ երկար տարիներ, պարոն Պապյան, Հայաստանը պաշտոնական մակարդակով հերքել է, որ հայաստանցիները միայն կամավոր են այնտեղ գնում, մեկ զորով չեն ուղարկում։ Բոլոր իշխանությունները կա դատական որոշումները, դա հստակ գրված է, այդ նույն Չիրագովն ընկեմ, երկրորդը այսօրվա վկայությունները դրա մասին եւ երրորդն էլ աշխարհը կուր չի էլի, հիմա դե լավ, ասենք կամավոր են ծառայել, բայց անձնագիրը ոնց ենք տվել։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի են եղել, ապրել են այնտեղ, եղել են Հայաստանի Հանրապետության։ Այո, բայց ոնց են ստացել։ Իրանք ծնունդի իրավունքով են ստացել, որտեղ Հայաստանի քաղաքացիությունը շնորհում է երկու ձևով։ Մեկը դիմում են գրում նախագահին եւ նախագահի շնորհումը, մեկը ծնունդով, այսինքն որ դու լոռիում ծնվում ես, քանի որ դա Հայաստանի Հանրապետության տարածք է, քաղաքացիություն է ստանում նաեւ ծագումով հայ լինելով։ Ճիշտ է, դիմելով նախագահին եւ ստանալով, նրանցից որևէ մեկը նախագահին չի դիմել։ Ստեփանակերտում ծնված անձը նույնպիսի իր ձևով է ստացել քաղաքացիություն, ինչ որ լոռիում ծնված անձը։ Դա փաստ է, չէ։ Ես համաձայն եմ ձեր բերած փաստարկներին, բայց այդ փաստարկները շատ թույլ են, որպեսզի միջազգային հանրությանը մենք կարողանանք համոզել, որովհետև միջազգային հանրությունը նայում է այն իրավիճակին, որը ձևավորվել է, եւ միջազգային հանրությունը քաղաքական առումով ցանկալի չի, շահավետ չի, որպեսզի ձեր նշած իրավական կետերը մեկնաբանի այդպես։ Դա կարող է իրավական կետերը մեկնաբանել այդպես։ Դրա համար եթե մենք քաղաքական դաշտում ենք ասում, դրա համար ասում են պետք չի իրավական ծրագրեր, որ այո, քաղաքական դաշտում իրանց դիրքերն ուժեղ է։ Դրա ասում ուրեմն մնանք իրավական դաշտում, որովհետեւ սա է իմ ասածը։ Իրավական դաշտը առանց քաղաքականի այսօր աշխարհում չի օգտագործվում։ Ընդհանրապես, տեսեք, միշտ ընդհանրապես է ձևը, բայց պետք է ուժ ունենալ, չէ՞, պարոն Պապյան, որ իրավական դաշտը օգտագործես։ Վերադառնում ենք թղթի շերեփին, Չէ, իրավական դաշտում որոշում կայացնելը դու պետք է իրավական հղում կատարես։ Այնտեղ չես կարա հայտարարես ձեր նման, որ գիտես Ադրբեջանը Ղարաբաղի կներեք, Ղարաբաղը Ադրբեջանի մաս է, որովհետև դրա դեմ հայց չի մենք չենք վիճարկել, չէ։
Դատավորը պետք է ասի, Ադրբեջանը պետք է ասի հայերը օկուպացել են, պետք է ասի շատ լավ, օկուպացիան նշանակում է քեզ պատկանող տարածքը օտարերկրյա բանակ է մտել գրավել է, ռազմակալել է։ Հիմա դու ինձ հղում կատարություն ստու այն փաստաթուղթը, որով օրինակ ասենք Մարտակերտի շրջանը եղել է քոն։ Այո, դա ադմինիստրատիվ ենթակայության տակ լինելը չի նշանակում Ադրբեջանը կազմ ընդհանրապես չունեցել Ադրբեջանի կազմում։ Մենք բոլորս Ադրբեջանի հետ միասին եղել ենք օկուպացված տարածք ռուսական բանակի 17-րդ կարմիր բանակի կողմից։ Շնորհակալ եմ, սա ես ոնց հասկացա երկար բանավեճի թեմա, եկեք ամփոփենք ամեն պարագայում, քանի որ միջազգային հայցերի հետ քաշման հարցն է, ես ոնց հասկացա, յուրաքանչյուր մնացիկ ձեր դիրքին խնդրեմ ամփոփենք, պարոն։ Ամփոփելը հետևյալն է, իմ դիրքորոշումը սա է, որ մենք այն ոլորտում պիտի պայքարը շարունակենք, որտեղ ունենք, ասում եմ, համեմատական առավելություն, դա իրավական ոլորտն է։ Այդ բանը Ալիևն էլ է հասկանում, դրա համար ինքը դրան գնում է եւ կգնա, բայց դա քանի որ ստացվում է մենք հրաժարվելով թույլատնում ենք մեր դիրքերը դիմացնել բան չենք ստանում, իմաստ չենք տեսնում, չեմ տեսնում որ հրաժարվենք։ Շնորհակալ։ Ես չեմ համաձայնի, որովհետեւ կնքած համաձայնագիրը եւս իրավական փաստաթուղթ է դառնում, եթե այն անցնի այդ բոլոր գործընթացները եւ ուժի մեջ մտնի եւ եթե վաղը, ինչպես պարոն Պապյանն է ասում, Ադրբեջանը կխախտի, մենք կարող ենք այդ համաձայնագիրը վերցնել եւ գնալ նույն դատարանները եւ ցույց տալ, որ տեսեք մենք ունենք համաձայնագիր, որը ստորագրված վավերացված է երկու կողմից, բայց Ադրբեջանը խախտում է։ Այսինքն ոչ թե սա նրան փոխարինում է, այլ երկուսն էլ որոշակի գործոն են։ Թե դրանցից որի ազդեցությունը ավելի մեծ կլինի, դա ցույց կտա ժամանակը։ Շնորհակալ եմ սիրելի բարեկամներ Factor TV այս հաղորդման մասնակցելու համար, սիրելի հեռուստադիտողներ, այսօրվա մեր բանավեճի թեման միջազգային դատական հայցերը հետ քաշելու ըստ էության պայմանավորվածություն է Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջև, դա տեղի կունենա, եթե խաղաղության համաձայնագիրը ստորագրվի, ինչպես նաեւ անցնի երկու պետությունների միջպետական վավերացման ճանապարհը Սահմանադրական դատան ազգային ժողով։ Հետ քաշել հայցերը, թե հետ չքաշել, թեման սա էր, մասնակցում են Ռոբերտ Ղևոնդյանը, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ եւ քաղաքագետ, ազգային ժողովրդավարական Ռոբերտ Ղևոնդյանն էր, քաղաքագետ եւ ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ եւ դիվանագետ Արա Պապյանը, կրկին շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։